Փառք ամեն օրը կարևոր է, բայց այս օրը, որ մենք պաշտում ենք Տիրոջը, նրանով է կարևոր ոչ միայն որպես պաշտանմունք, այլ սա շաբաթվա ոչ թե վերջն է, մենք շաբաթվա վերջը չենք փակում, մենք այս օրով սկսում ենք շաբաթվա սկիզբը։ Այսինքն ինչպես որ այսօր պաշտեցինք, գոնե սրա նմանությամբ այն մնացած 6 օրերը պիտի շարունակենք։ Որովհետև մենք ստեղ իրար հետ ենք եւ մի տեսակ ասենք թե ոգևորությունը, թե ընտանեկան մթնոլորտը, այդ ընտանեկան պատկանելության զգացողությունը, այս ամեն ինչը նպաստում է, որ մենք ավելի սենց հավեսով ենք մտնում երկրպագության փառաբանության մեջ։ Իմիջայլոց Տերը օրհնի փառաբանության խումբ, հիացած եմ ձեզանով, չգիտեմ ուր գնացին, չեն երևում։ Իրոք Գյումրին այս ձևի փառաբանություն ապետ, որ կրակ ու բոց վերած է երկնքից ու սատանի հախից գան։ Եվ հավիտյան ջնջվի են սքի մթնոլորտը, որ մի ժամանակ տիրել էր այս տարածաշրջանին, բայց հավատում ենք, որ դա իրոք գնալով նահանջում է ու կոտրվում է։ Փառք Աստծուն նաև փառաբանության թիմի ծառայության համար, որ զբաղվում են, պարապում են, ընդհանրապես միշտ պետք է գոհանանք ամեն մի ծառայողների համար, կարգ ու կանոնի համար, որ պատրաստում են սրահները, դիմավորում են մեզ սիրելներ, շատ ժամանակ կարող է դուք անտրամադիր գալիս եք, բայց կարգ ու կանոնի ծառայողները ժպտում են ձեզ, ողջունում են ու քեզանից անկախ տրամադրություն է բարձրանում, ասում ես էս ինչ լավ է, տանը չժպտացին, գոնե եկեղեցում ժպտացին, տանը չեն գոհանում, բայց գոնե եկեղեցում գոհանում են, փառք Տիրոջը, եւ այսօրը նրանով է յուրահատուկ, որ մենք տուն ենք գնում եւ վաղվա օրը պիտի սկսենք երկուշաբթին, աշխատենք սա անկյունակար լինի, սրան նման շարունակենք, այսինքն անհատապես պաշտենք, անհատապես մոտենանք Տիրոջը, նրա խոսքի մեջ խորանանք սիրելներ, փառք Աստծուն, բոլոր Աստծո այն տված հնարավորությունների համար, որ մենք ունենք իրան պաշտելու եւ իր խոսքը լսելու։ Հիմա անցնեմ բուն թեմային եւ վերնագիրն ասեմ ձեզ, հատուկ ժամանակների մարդիկ։ Վերնագիրը ինքը հետաքրքիր բան է հուշում մեզ եւ հատուկ ժամանակների մարդիկ, ես ձեզ ասեմ, բոլոր այն մարդիկ, որոնք եղել են հատուկ ժամանակների մարդիկ, իրանց մասին այդպես չեն մտածել։ Եվ ես գիտեմ, որ դուք էլ ձեր մասին այդ ձև չեք մտածում, որ դուք հատուկ ժամանակների մարդիկ եք, բայց ասեմ ձեզ, որ բոլոր ժամանակներն էլ իրանց ինչ որ մի ընթացքով հատուկ են դառնում այն պատճառով, որովհետև այդ ժամանակների մեջ ինչ որ Աստծո զավակներ բարձրացրել են Աստծո անունը եւ ճեղքում են բերել այդ ժամանակների մեջ։ Ժամանակները իրանցով կարծես թե սենց ռետինի նման ջնջում են ամեն բան, ամեն հիշողություն, ամեն պատմության ընթացք եւ շատ քիչ բան է մեզ հասել եւ ճշմարիտ ու իրական շատ քիչ պատմություններ ենք մենք լսել առաջի դարերից, բայց ինչևից է Աստված ուզում է, որ մեզ դարձնի հատուկ մարդիկ, որպեսզի մենք էլ ազդենք մեր ժամանակների վրա։ Եվ նորից եմ ասում, ոչ Մովսեսը, ոչ Աբրահամը, ոչ Հեսուն, ոչ Պողոս առաքյալը եւ որևիցե մեկը իրանք չեն մտածել, որ իրանք յուրահատուկ մեկն են եւ իրանք այդ ժամանակների մեջ պիտի ազդեցություն ունենան, բայց եւ որ Աստված հպվեց այս կյանքերին, իրանք ամենակարողի համը ճաշակեցին, ամենակարողի հետ դեմ առ դեմ հանդիպեցին, իրանք հասկացան, որ ամենակարողը հատուկ է եւ իրանց դարձնում է հատուկ, որպեսզի փոխեն մթնոլորտ եւ ժամանակներ, սիրելներ։ Մենք տեսնում ենք, որ պատմությունը միշտ ուժեղ հետաքրքիր պատմության մեջ արթնության ալիքներ եղել է համարյա թե բոլոր երկրների մեջ ինչ որ ժամանակներում եւ ամեն անգամ եւ որ Աստված հպվել է այդ տվյալ տեղանքին, ոչ թե ուղակի հենց այնպես անհիմք կերպով է հպվել, այդտեղ մարդիկ են եղել, որոնք աղաղակել են այդ հպման համար։ Այդտեղ մարդիկ են եղել, որոնք իրանք իրանց պատրաստել են։ Տեսեք կոնկրետ Հիսուսի ժամանակ։
Ինչքան հետաքրքիր մի պատմություն ասկսվում, սկզբից միջև Հիսուսի շարժը եւ ժամանակաշրջանը սկսվի, Հովանեսի շարժը սկսվեց, այսինքն Հովանես Մկրտիչը եկավ, որ ինքն էլ մի արտառոց ծնունդ ունեցավ եւ ծնված եւ որ մի քիչ մեծացավ, ասում է, այս երեխան անընդհատ անապատներում էր։ Զարմանում եմ ես ծնողների վրա, որ ասենք ինչ հետաքրքիր հոգի ու հայտնություն ունեն, որ թույլ են տալի այս երեխան անընդհատ անապատներում, հետեւ գիտեն իրանք, որ տիրոջ հետ է ինքը գնում շփվում։ Անապատ չի գնում Facebook մտնելու, չգիտեմ, նկարահանելու, այն ժամանակ այդ հնարավորությունները չկար էլ։ Անապատ գնում Աստծո երեսը փնտրելու եւ նրանք տեսան, որ այս երեխայի կյանքում մի արտառոց բան էլ կա, ինքը սկսեց բոլոր կերակուրները մերժել։ Տեսեք, հնարավոր է դուք չեք հետաքրքրվել դրանով, բայց ասեմ ձեզ, Հովանեսը, որ սկսեց այն պահից, որ միայն վայրի մեղր ուտել եւ միայն մորեխ էր ուտում, նա դրա համար հայտնություն ուներ։ Նա իր մարմինը ճնշելու այդպիսի կերպի համար Աստծուց խոսք էր ստացել։ Եվ նրա կերակուրը միայն դա էր։ Այս անznավորությունը եւ որ նայում ենք, որ ինքը շարժ եւ ցնցում բերեց եւ շատ թշնամիներ ձեռք բերեց եւ նաեւ շատ բարեկամներ Աստծո համար ձեռք բերեց, մենք տեսնում ենք այս մարդի հագուստն էլ էր տարօրինակ։ Միայն մի տեսակ ամբողջ կյանքը միջև իրան գլխատելը մահապատժի մատնելը, այս մարդը ուխտի մազից մի հատ կաշվի հանդերձ էր հագնում եւ կաշվի գոտի էր կապում։ Ուրիշ ոչ մի հանդերձ ինքը չուներ եւ անընդհատ անապատների մեջ էր։ Եվ տեսնում ենք Հովանեսի շարժը նրա համար եղավ, որպեսզի պատրաստվի Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհը։ Հովանեսը նախակարապետն էր, այսպես ասած։ Հովանեսը եկավ, որպեսզի Հիսուսի համար ճանապարհ պատրաստի, որպեսզի գոնե իսրայելացիներից ինչ որ մի մասը դարձի գան եւ հասկանան։ Եվ Հովանեսը ինքը այդ ժամանակների մեջ դարձավ յուրահատուկ մեկը, որովհետև Աստծո հետ անապատներում այդ շփումից նա այնքան զորություն եւ այնքան պատգամ ու այնքան խոսքեր ստացավ, որ Իսրայելի մեջ ցնցում առաջացրեց։ Հետո Հիսուսի շարժ եկավ։ Հիսուսը 12 առաքյալների կանչեց սկզբից եւ տեսնում ենք աշակերտների քանակը գնալով աճում էր, բայց այդ 12-ի կոչը կանչը յուրահատուկ էր, որովհետև նրանց վրա մեծ պատասխանատվություն կար ապագայի հետ կապված, նրանք ազգերը պիտի ցնցեին։ Հովանեսը ցնցեց միայն հրեա ժողովրդին, իսկ Հիսուսը պատրաստեց աշակերտներ, որպեսզի ցնցեն ամբողջ աշխարհը։ Հիսուսի շարժը պատրաստեց առաքյալներ եւ աշակերտներ, որոնք մեր ճանաչած այն ժամանակվա աշխարհը ցնցեցին, սիրելներ։ Բայց Հիսուսի շարժով չավարտվեց։ Երրորդ շարժը Պենտեկոստեն էր, որ Տերը խոստացավ, ասավ, ես գնում եմ, բայց ձեզ որբ չեմ թողալու, դուք մենակ չեք լինելու, դուք ստանալու եք մի հատ հատուկ զորություն, որը ձեզ կարողություն ատալու, որ դուք միջև աշխարհի ծայրը գնաք եւ ավետարանը քարոզեք։ Եվ մենք տեսնում ենք, որ Պենտեկոստեն կատարվեց եւ ինչ հետաքրքիր ցնցում եկավ ամբողջ աշխարհի վրա։ Սիրելներ, եւ բոլոր ժամանակների մեջ Աստված միշտ էլ ինչ որ հետաքրքիր բաներ արել է եւ նպատակը սա է։ Աստված ընտրում է մեր նման սովորական մարդկանց, որ մենք մեր մասին ընդհանրապես բարձր չենք մտածում, խոնար ենք մտածում, մենք մեզ զրո ենք համարում, բայց Աստված ասում է, այո, ես այդ զրոն վերցնելու եմ եւ հզոր ձևի օգտագործելու եմ։ Եվ ինքը սկսում է մեծացնել մեր սահմանները, ընդարձակել եւ նաեւ մեզ ավելի ազդեցիկ դարձնել։ Հիմա այս մարդիկ Աբրահամը, Մովսեսը, Հովանես Մկրտիչը եւ կամ Հեսուն, սիրելներ, այս մարդիկ հատուկ ժամանակների հատուկ մարդիկ դարձան, որովհետեւ իրանց վրա աշխատեցին։ Տեսեք, եթե այս մարդիկ իրանց վրա չաշխատեին, իրանք չէին կարող ազդեցիկ մարդիկ լինել։ Մենք ում էլ որ տեսնում ենք, սրանք յուրահատուկ կերպով իրանց վրա աշխատող մարդիկ էին։ Հովանեսի մասին արդեն պատմեցի։ Ինքը մանկուց կամ պատանի տարիքից անապատների մարդ դարձավ։ Աղոթքի եւ Աստծո երեսը փնտրող մարդ դարձավ։ Մենք տեսնում ենք Աբրահամին, որ մի օր Աստված այցելեց Աբրահամին, ասավ, քո հոր տունը թող
ամեն բան եւ գնա այնտեղ որտեղ որ քեզ ցույց կտամ։ Եվ այդ ժամանակ Աբ รา համին ոչինչ Տեր Աստված ցույց չէր տվել։ Նա մի քանի ամիս ճանապարհ պիտի գնար, միջև հասներ Քանանի երկիրը, նոր Աստված դրանից հետո ասեր. «Այս երկիրը քեզ եմ տալու Աբ รา համ»։ Եվ Աբ รา համն ասма խոսքը լսեց, վեր կացավ իր կնոջը առավ եւ ճանապարհ ընկան եւ ասма գնում էր այնտեղ եւ չգիտեր թե ուր է գնում, բայց նա հավատքով էր գնում։ Աբ รา համը Աստծուց խոսք ուներ եւ նա հավատքով ամեն օր առաջ էր գնում, միջև հասավ մի երկիր եւ Աստված ասավ այս երկիրը քեզ եմ տալու։ Եթե Աբ รา համը չհնազանդվեր, եթե Աբ รา համը իր վրա չաշխատեր, նա չէր կարող այդ բանը ունենալ, այդ ճեղքում, այդ առաջընթացը։ Մենք տեսնում ենք Աստված Աբ รา համին եւ որ ասավ դուրս արի եւ գնա, ամեն բան թող քո հորտունը եւ դուրս արի եւ գնա, Աստված խոստումներ տվեց նաեւ, որ ես քո հետ կլինեմ, ով որ քեզ անիծի կանիծվի, կամ դու ում որ անիծես կանիծվի եւ ում որ օրհնես կորհնվի, եւ հետաքրքիր խոստումներ տվեց եւ նաեւ Իսահակի խոստումը տվեց, որ հենց քեզանից պիտի ծնվի խոստման որդին, խոստման սերունդը շարունակողը։ Եվ Աբ รา համը հնազանդ էր։ Աբ รา համի հնազանդության այդ կատարյալ պատմությանը մենք հանդիպում ենք եւ որ Իսահակի համար ինքը պատգամը ստացավ։ Մի աղոթքի ժամանակ Աստված ասավ այն որդին, որ այսքան երկար սպասեցիր, 25 տարի սպասեցիր ու հիմա 14 կամ 15 տարեկան է, դու պիտի տանես եւ Մորիա սարի վրա ինձ համար զոհ անես։ Եվ շատերը մտածում են, որ Աբ รา համը այդ պահին խղճացավ, ասավ, չէ, Տեր Աստված ոնց կլի դա։ Աբ รา համը Եբրայեցիների 11 գլխի մեջ Պողոսը շատ պարզ մեկնաբանություն ա տալի։ Աբ รา համը հաստատ համոզված էր, այս Իսահակը, որ Աստված խոստացել է, նախատիպարն է, սրան մորթեմ, հետո Աստված հարություն ա տալու եւ այն հարություն առած Իսահակն ա լինելու խոստման որդի։ Եբրայեցիս 11 գլուխը որ կարդաք, դրա մասին գրված է, կարճ մի երկու նախադասություն։ Աբ รา համը ոչ թե խղճացավ եւ 3 օրվա ճանապարհ գնաց նա։ 3 օր նա անընդհատ հավատում էր։ Ես մի օր տարիներ առաջ էր եւ որ առանձնացել է աղոթքի, ինձ միշտ Աբ รา համի այս քայլը ապշեցրել է, որ Տեր Աստված 25 տարի սպասես, հետո այդ երեխեն ինչքան սիրելի եւ միակն էր եւ տղա երեխա էր, որ սերունդը պիտի շարունակեր, խոստման որդին էր ու հանկարծ Աստված ասում է տար եւ ինձ համար զոհարա։ Ես ասում եմ Տեր Աստված, այդ ինչ կարգի Աբ รา համը հավատք ուներ, այդ ոնց էր որ կարողացավ ինքը այդ քայլին գնա։ Եվ մի պարզ ես շատ հատուկ ձևի լսեցի որ Տերն ասավ։ Այդ ժամանակ ես աղոթքի կյանք էի սկսել հատուկ ձևի, օրը 3 անգամ առանձնանում էի աղոթքի եւ շատ երկար աղոթքներ էի անում եւ ամիսը պարտադիր 3 օր ես առանձնանում էի ծոմի եւ աղոթքի եւ շատ հատուկ ձևի էի Տիրոջ ձայնը լսում։ Եվ Սուրբ Հոգին ինձ ասավ. Աբ รา համի հնազանդության պատճառը նրանում էր, որ ինքը ինձ հետ ավելի շատ էր շփվում, քան իր սիրած Իսահակի հետ։ Դուք պատկերացնում եք 25 տարի սպասված զավակի հետ ինչքան կշփվեր Աբ รา համը։ Հիմա ժամով դուք ձեր մեջ հաշվարկ արեք, բայց փաստացի Աբ รา համը հասկացել էր, որ այս Իսահակը, այս սիրելի փափագելի Իսահակը ամենակարող Տեր Աստվածն ա տվել։ Իրան պետք է ավելի շատ սիրել եւ իր հետ պետք է ավելի շատ շփվել։ Սա էր պատճառը, Աբ รา համի յուրահատուկ հավատքի պատճառը սա էր, ինքը հավատք տվողի հետ յուրահատուկ շփում ուներ։ Դրա համար էլ 3 օրը խնդիր չառաջացրեց եւ մենք տեսնում ենք Ծննդոց 22 գլխի մեջ ինքը շատ վստահ ծառաներին ասում է, տղեկ, դուք ստեղ սպասեք, ես ու մանչս բարձրանանք, ախալքալակի բարբառով եմ ասում։ Ես ու մանչս բարձրանանք, վերևը երկրպագենք ու իջնենք ձեր մոտ։ Աբ รา համը 100% վստահ էր, որ Իսահակը նախատիպար է, ինքը մորթելու է Աստծո համար, Աստված հարություն ա տալու եւ այդ հարություն առած Իսահակով սերունդ ա շարունակվելու։ Այդ մարդը այդ ձև էր հավատում։ Եվ տեսանք, որ այդ շփման միջոցով ինքը դարձավ յուրահատուկ մեկը սիրելներ։
Ուրեմն այս բոլոր մարդիկ, որոնց անունները տվեցի եւ անհնար էլա բոլորի անունները տալ, նույնիսկ Պողոս առաքյալը Եբրայեցիներին 11 գլուխը որ գրում է, ասում է ժամանակը ցերիք չի որ պատմեմ, թե մարդիկ հավատքով Աստծո հետ շփվելու հետևանքով ինչ մեծ գործեր արեցին, կրակի զորություն մարեցին, առյուծի բերաններ գոցեցին, կանայք իրանց մեռելներին հարություն առած ընդունեցին, ոմանք չարչարվեցան եւ չընդունեցին ազատությունը եւ նման տիպի հետաքրքիր պատմություններ եւ Պողոսն ասում է որ իմ ժամանակը բավարար չի։ Հիմա ինչ մենք կարող ենք անել որպեսզի դառնանք հատուկ ժամանակների հատուկ մարդիկ սիրելներ։ Այսինքն մենք ինչ գործոններ կա, որի միջոցով ես ու դու ազդեցություն ենք ունենալու այս մեր ժամանակների վրա եւ կարողանալու ենք այս ժամանակները հատուկ սարքենք։ Եվ սրա համար Աստված մեզ միջոցներ ա տվել։ Նախ մենք ստացել ենք զորության հոգին, սիրելներ։ Մեր մեջ սովորական հոգի չի։ Մենք որ վերստին ծնվել ենք այդ զորության հոգու ազդեցությամբ։ Եթե մենք ժամանակ ունենայինք, ես ժամանակ ունենայի եւ հարցնեի ամեն մեկի տապաշխարության պատմությունը, հաստատ ամեն մեկը յուրահատուկ վկայություն պիտի ունենայիք, թե ոնց է գերբնականորեն ապաշխարել։ Ոնց է ձեր սիրտը դարձել Աստծուն, այն Աստծուն, որը ոչ երևում է, ոչ տեսնվում է, ոչ էլ շոշափվում է ֆիզիկապես նկատի ունեմ։ Եվ հանկարծ մենք դարձել ենք Աստծո զավակներ, եւ մենք ճանաչել ենք մեր Արարչին, եւ սա Սուրբ Հոգու զորության, Սուրբ Հոգու հպման յուրահատուկ ազդեցությունից է։ Եվ արդեն իսկ որ Սուրբ Հոգին իմ ու քո մեջ է, ես ու դու արդեն իսկ մեր վրա նշան կա, որ մենք հատուկ մարդիկ ենք։ Աստված մեզ չտվեց վախի հոգի։ Ինչքան բաներ կա, որ ինձ ու քեզ պահի տակ վախացնում, ասենց մի պահ տատանում է, բայց Տիրոջ խոսքն ասում է, ես ձեզ վախի հոգի չեմ տվել, ես ձեզ զորության, սիրո եւ զգաստության հոգի եմ տվել։ Հիսուս Քրիստոսին հարություն տվող Սուրբ Հոգին այդ զորությունը եւ այդ անձը ինձ ու քեզ տաճար է դարձրել։ Եվ սա մեր միտքը թարմացնում, ակտիվացնում, զարթնացնում եւ մենք հասկանում ենք, որ այդ յուրահատուկ հոգին, որ Աստված տվել է մեզ, հենց այդ հոգին էլ ինձ ու քեզ դարձնելու է ժամանակներ փոխող։ Ինձ ու քեզ դարձնելու է ազդեցիկ մարդ, հատուկ ժամանակների մարդ, սիրելներ։ Եվ թե հին եւ թե նոր կտակարաններում մենք տարբեր պատմությունների ենք հանդիպում եւ տեսեք ամենակարևոր բանը, որ ես ու դու կարող ենք հատուկ ժամանակների հատուկ մարդիկ դառնալ, ամենակարևոր բանը մենք պիտի գնահատենք այն ժամանակը, որ մեզ տրված Աստծուց, սիրելներ։ Սա շատ կարևոր է։ Հիմա Սուրբ Հոգին Աստված տվել է մեզ, զորության հոգին մեր մեջ է, բայց մի եկեղեցի կար Պողոսը ասում է Աստծո հոգին ձեր մեջ է միայն եթե անպիտան չգտնվեք։ Փաստորեն մարդը կարա ունենա Սուրբ Հոգի, բայց լինի անպիտան։ Պատճառը, որովհետև իրան տրված ժամանակը չի գնահատում, ճիշտ չի օգտագործում Աստծո ժամանակի հաշվին։ Տեսեք, այսօր եկեղեցիները Կիրակի օրը Տիրոջ պաշտամունքի օրն է։ Բացի նրանք, որ ծանր հիվանդ են կամ լուրջ պատճառ ունեն, որ եկեղեցի չեն գալի, միշտ էլ կան մարդիկ, որոնք անլուրջ պատճառների համար կարան չգան եկեղեցի։ Գիտեք, սա ինչի մասին է խոսում, որ այս մարդիկ չեն գնահատում այն հնարավորությունը, որ Աստծուց ընձեռնված է իրենց, եւ հետո գալիս է ժամանակ, բախում են, ասում են Տեր, ես էլ էի այնտեղ, ճիշտ այդ օրը ներկա չէի, բայց ինձ էլ այդ զորությունից տուր։ Տերն ասելու է, ես չեմ տա քեզ այդ զորությունից, որովհետեւ դու պետք է այնտեղ լնեիր։ Այդ ժամանակ, որ յուղը բաժանում էին, դու ներկա չէիր։ Դրա համար էլ քո ճրագը չի կարող վառ մնալ։ Ուրեմն առաջի բանը, որ ես ու դու պիտի հատուկ եթե ուզում ես հատուկ ժամանակների մարդ դառնալ, այսինքն հատուկ մարդ, որը ժամանակներն է դարձնում հատուկ, ես ու դու պիտի մեզ տրված հնարավորությունները ճիշտ օգտագործենք։ Եկեղեցու օրը, Աստծո օրը, Աստծո հաշվին մեր գործերը չանենք, սիրելներ, ես դա նկատի ունեմ։ Եվ ես նկատել եմ մի հատ հետաքրքիր բան։ Բոլոր այն մարդիկ, որոնք չարաշահում են Աստծո ժամանակը, հետո ցավոք սրտի, թե բարեբախտաբար
Մի որոշ ժամանակ երկարատև հիվանդանում են, ընկնում են անկողին, գործնել են մոռանում, հոգսնել են մոռանում, որովհետև ի վիճակի չեն տեղից շարժվելու։ Ես տեսել եմ այսպիսի բան Աստծո ժամանակը չարաշահող մարդիկ կամ էլ են ձևի ֆինանսական լուրջ խնդիրների։ Տեսեք, այս մարդիկ ասում են, չէ, այսօր էլ գնամ աշխատեմ, վարկս կփակեմ, են կանեմ։ Լավ, 6 օր Աստված տվել ա մեզ, մենք չենք կշտանում, 7-րդ Աստծորն էլ ենք ուզում մեզ համար փող աշխատենք, եւ ես տեսել եմ, որ այս մարդիկ ավելի շատ են խրվել նեղությունների ու ֆինանսական խնդիրների մեջ, որովհետեւ Աստծունը, եթե Աստծուն չտվեցինք եւ հնազանդությամբ ու խոնարհությամբ չտվեցինք, մենք սիրելներ դա չենք մարսելու։ 5 տակարանում մի ժողովուրդ կար, Իսրայել անունով, Աբրահամի սերունդներ, 400 տարի տիրոջ շաբաթները զանցարին, Աստված հաշվեց այդ 400 տարիները իրար գումարեց, դարձավ 70 տարի, ասավ այ այս շաբաթների համար ձեզ կղրգեմ Բաբիլոն գերության, 70 տարի գերի կլինեք, որ հասկանաք, որ ինչ է նշանակում իմ հաշվին ձեր ունեցվածքը ավելացնեք։ Սա լուրջ է, սիրելներ։ Եվ սա մեծ թափեցնում է, որ իրոք մենք հաշվետու ենք, մենք հաշիվ պիտի տանք, մենք պիտի մեծ տրված հոգևոր հնարավորությունները ճիշտ օգտագործենք։ Գոնե մի օրը, եթե այսօր հայտարարության մեջ աղոթքաժողով կար 60+ եւ ասենք մի քանի տարբեր ծառայություններ, եթե ոչ մի 6 օրը չես կարողանում, 7-րդ օր արդեն այդտեղ չկարողանալ չկա, դա քո պարտքն է Աստծուն։ Եսայի 58 գլուխը կարդացեք, եթե ուզում եք ձեր շատերը ծոմ են պահում եւ իրանց ծոմը ճեղքում չի բերում։ Ես պատճառներից մեկը ասեմ։ Եսայի 58 գլուխ 23-24 համարները կարդացեք։ Այնտեղ շաբաթվա մասին խոսք կա, որովհետեւ դուք իմ շաբաթները ասում եմ, եթե պահեք եւ Տիրոջ նվիրված օրը սուրբ համարեք, ես էլ ձեզ գլուխ կսարքեմ։ Եվ շատ մարդիկ ծոմ են պահում եւ ճեղքում չկա, որովհետեւ ծոմ են պահում, բայց Տիրոջ տված ժամանակը չարաշահում են։ Ուրեմն մենք պիտի մեծ տրված ժամանակները ճիշտ օգտագործենք եւ նայեք։ Ես 12 լրտեսների պատմությունը, դուք շատ եք լսել, ես դրա մասին չեմ կարդալու, կարճ պատմում եմ ուղղակի։ 12 լրտեսներից 2-ը Հեսուն ու Քաղեբը կարողացան Աստծո մեծությունը տեսնեն եւ որ հետ եկան 12-ն էլ հետ եկան Քանանի երկիրը լրտեսեցին անգամ ընդեղից բան էին բերել խաղողի վազ էին բերել խաղող հասունացած խաղող ասма երկու մարդիկ իրանց ուսերին առած մի հատ խաղողի ուռ էին բերել դուք պատկերացնում եք այդ ինչ երկիր ա տվել Աստված իսրայելացիներին հիմա Եվ եկան ու եւ որ Մովսեսը արդեն հարցուփորձ արավ, բայել ինչ կար, այս 10-ը սկսեցին վախենալու սարսափազդու պատմություններ պատմել։ Բանդեղ գիտեք ինչ հսկաներ կան, այնքան մեծ էին ընդեղի մարդիկ, որ մենք նրանց աչքերին էլ, մեր աչքերին էլ մորեխի նման էինք երևում։ Այդքան մեծ հսկաներով լիքը երկիր էր եւ մենք չենք կար այդ երկիրը գրավենք եւ բայց Հեսուն ու Քաղեբը կանգնեցին ասին մենք մեր Տեր Աստծո հետ կարող ենք գրավել բայց այս 10-ը այնքան վատ անուն հանեցին այդ երկրի հետ կապված որ Իսրայելի ժողովուրդը տրտնջաց եւ ահագին մարդ կոտորվեց հաջորդ օրը տրտնջալու պատճառով Աստծո սիրտը այն կարգի նեղացրին այն կարգի վիրավորեցին իրանց անհավատությունով ու տրտնջով որ Աստված բարկացավ իրականում եւ այդ բարկությունը լավ չանդրադարձավ Իսրայելի վրա սիրելներ հիմա որն էր պատճառը որ 10 հոգին կարողացան 10 հոգին չկարողացան Աստծո փառքը տեսնեն այս երկու հոգին տեսան պատճառը հենց այս ժամանակի ճիշտ օգտագործումն էր հիմա եթե մանրակրկիտ դուք նայեք Հեսուի եւ Քաղեբի կյանքը սիրելներ այս 10 իշխանավորների մասին ոչ մեկի մասին գրած չէր որ Մովսեսը գնում էր բոլորն էլ դոստուպ ունեն խորանի մոտ գնալու եւ աղոթք անելու բայց Հեսուն գնում էր Մովսեսի հետ մտնում էր խորան Մովսեսը իր աղոթք անում էր դեմ արդեմ Աստծո հետ խոսացող մարդը Աստծո երեսից կշտանում դուրս էր գալի Հեսուն մնում էր այդտեղ Շատերը մտածում են, որ Հեսուն յուրահատուկ էր, ոչ Աստված տեսավ Հեսուի փափագը, Հեսուի ծարավը եւ ասավ, «Էս են տղենա, որ Մովսեսից հետո կարա առաջնորդի Իսրայելին»։
Եվ նաև Քաղեբի կյանքն ենք տեսնում, Քաղեբի հետաքրքիր գործողությունները այդ ժամանակաշրջանի մեջ։ Սրանք մարդիկ էին, որ Աստծո ժամանակը ճիշտ էին օգտագործում եւ յուրահատուկ շփում ունեին Աստծո հետ, եւ դա էր պատճառը, որ իրանք իրանց հայր Աբրահամի նման կարողացան անել բաներ, խոսել բաներ, որը որ են 10 չկարողացան սիրելներ։ Հիմա պատճառը դա չի, որ ինչ որ մեկը հովիվա քարոզիչա եւ ինքը կարա ճեղքի։ Կարա եկեղեցու ամենավերջի նստած մարդը ավելի հզոր լինի, քան որևիցե մի հովիվ կամ առաքյալ, եթե ժամանակը մենք ճիշտ օգտագործենք։ Աստծո հետ շփվելով ենք մենք հզոր դառնում, սիրելներ։ Մեր պաշտոնը չի մեզ ինչ որ մի բան դարձնում, Աստծո հետ շփումն է մեզ ինչ որ մի բան դարձնում։ Մենք պետք է սա ճիշտ հասկանանք։ Ուրեմն ժամանակները հասկանալ եւ ճիշտ կենտրոնանալ։ Հիմա Եղիսեի եւ Գեհեզի պատմությունն եմ ուզում կարդամ, նու չեմ կարդում, ես բանավոր կպատմեմ, բայց դա գրված է 4-րդ թագավորաց 5-րդ գլխում։ Դուք գիտեք Եղիսեն ինչպիսի մեկն էր։ Սկզբից նա 12 եզով, այսինքն վար էր անում եւ տեսնում ենք, այս մարդը ֆերմեր էր, խոշոր այն ժամանակվա հաշվարկներով խոշոր լուրջ ֆերմեր։ Ոնց որ հիմա մի մարդ, որը որ 50-ից 70 հեկտար, ասենք ցորեն ացանում, մի այդքան է կարտոֆիլ եւ այլ կուլտուրաներ։ Այս մարդը ֆերմերությամբ էր զբաղվում։ Հանկարծ Եղիան կողքով անցնելով եւ Աստված Եղիային ասել էր. «Սափատի որդի Եղիսեին կընտրես քեզ փոխարինող»։ Եվ Եղիան գնաց պատմուճանը գցեց ու գնաց։ Ոչ մի բան չասավ։ Եղիայի պատմուճանի մեջ այնքան զորություն կար, որ Եղիսեն հասկացավ, այս սովորական շոր չէր։ Անմիջապես վազեց, ասավ հրամանտ ու գնամ ծնողներից հրաժարական ողջույն ստամ ու հետևիցդ գամ։ Եղիան ասավ, բայց ես քեզ ինչ արի որ։ Այն ժամանակվա ոճն էր այսպիսին, մարգարեների ոճը, կուլտուրան էր այսպիսին։ Եղիսեն ծնողներին հրաժարական չտվեց, գնաց եւ եզը մորթեց այդ բանի եւ դրանք բոլորը թանկարժեք բաներ էին։ Այդ կամնասայլը, այդ բանի վարանող այդ սարքավորումներով կրակ արավ, տղերքին ասավ, տղեկ ես ձեզ բերերիվ, ես գնաց ելին չեք տենա։ Ու գնաց Եղիայի հետևից։ Բերտ Քլենդենը Քրիստոսի դպրոց գրքում մի հատ հետաքրքիր պատմություն ա գրում։ Ասում է Եղիսեն 8 տարի հետևեց Եղիային։ Եվ գիտեք, եւ որ 4 թագավորներ միտեղ պատերազմի էին եւ համարյա թե կործանվում էին, հետեւ այդտեղ չար թագավորներ էլ կային, Հովսափատը մի բարի թագավոր իրանց մեջ, ասավ այստեղ մի մարգարե չկա, որ չկոտորվենք։ Մարգարեի բերանը հարցնենք։ Մեկը ընդեղ զինվորներից մեկ ասավ, այստեղ է գտնվում Եղիայի ձեռքերին ջուր լցնող Եղիսեն։ Եղիսեն այնքան պրիմիտիվ ծառայություններ էր անում Եղիային, մեր տեսանկյունից պրիմիտիվ, որ իր անունը դուրս էր եկել Եղիայի ձեռներին ջուր լցնող։ Չասին, Եղիայի նման մեռելներ հարություն տվող Եղիսեն ստեղ է, Եղիայի ձեռներին ջուր լցնող Եղիսեն ստեղ է։ Հովսափատն ասավ դրա բերանում Աստծո խոսքա բերեք ստեղ։ Եղիսեն եկավ քնարահար պահանջեց, ռիմուլը կանգնեց, սկսեց նվագել ու ասենք Եղիսեի վրա բանն իջավ, Տիրոջ հոգին իջավ։ Քնարահարները կարևոր են Տիրոջ հոգին բերելու համար, սիրելներ։ Փառք Տիրոջը։ Եվ ինչ ենք տեսնում, որ Եղիսեի անունը այդ իր ծառայության, այդ պարզ ծառայության համար իր համբավ անունը այդպիսին էր դարձել։ Եղիայի ձեռքերին ջուր լցնող մարդ։ Հիմա Եղիայի համբարձվելուց եւ Եղիսեի վրա Տիրոջ հոգին գալու այս պատմությունը գիտեք, կրկնակի հոգի խնդրեց, ասավ դժվար բան խնդրեց իր հնգերջան, բայց եթե ինձ հապշտակվելիս տենաս հաստատ կստանաս։ Եվ Եղիսեն տեսավ, աղաղակեց Իսրայելի կառքն ու ձիավորները, Եղիայի պատմուճանը վերցրեց, եկավ Հորդանանի մոտ կանգնեց, զարկեց Հորդանանին, ասավ հիմա ուր է Եղիայի Տեր Աստվածը, ու Հորդանանը բացվեց։ Դրանով գիտեք ինչ էր ինքն Աստծուն ասում, Տեր Աստված, այն ինչ որ դու ինձանից սպասում ես, ես արի, հիմա քո հերթն է։ Իսկ Աստված երբեք չի ուշանում։ Ջուրը բացվեց։ Հիմա գնում ենք Եղիսեի աշակերտ Գեհեզի մոտ։ Ինչպես որ մի ժամանակ Եղիան կանչել էր Եղիսեին, այդպես էլ Եղիսեն կանչեց Գեհեզի անունով մի երիտասարդի։
Բայց սրանց տարբերություն աշակերտության են որ ասում է հակապատկերներ գեհեզի աշակերտության սիրտը բացակայում էր գեհեզին կենտրոնացած էր աշխարհի հարստությունների եւ ունեցվածքի վրա եւ Եղիսեի հետ այդքան ժամանակ քայլելով գեհեզին այդպես էլ չհասկացավ որ իր կենտրոնացումը սխալ է սիրելներ դրա համար եմ ասում եթե ես ու դու ուզում ենք ժամանակ փոխող ժամանակների մեջ հատուկ մարդիկ լինենք մենք պետք է ճիշտ կենտրոնացում ունենանք ոչ միայն գնահատենք մեր ժամանակը այլ ճիշտ կենտրոնացում ունենանք մենք ինչ ունենք այս աշխարհից ստանալու ես ունեմ ստանալու հավիտենական հորից ու երկնքից այո մենք աշխատում ենք մենք ինչ որ բիզնեսներ ենք անում ինչ որ մի բաներ ենք անում բայց կենտրոնացումը մեր ներաշխարհի մեր մտածելակերպի մեր հոգու աշխարհի պիտի լինի երկինքը Ես ու դու ժամանակավոր ենք, մենք պանդուխտ ենք, գիտեք, Ղովտը ծախեց կամ էլ ինչ որ մեկին նվիրեց իր վրանը եւ հետո դարձավ Սոդոմի քաղաքացի։ Նա արդեն սրտով հավանել էր Սոդոմի քաղաքակրթությունը, դրա համար կորցրեց իր վրանը, իսկ վրանը խորհրդանշում էր պանդխտությունը։ Ղովտը կորցրեց եւ որ մենք մեր կենտրոնացումը կորցնում ենք հավիտենականության վրա մենք նմանվում ենք Ղովտին սիրելներ եւ մի օր էլ Ղովտի Աստված չարած Ղովտի օրը կընկնենք ինչ դառը հունց կունեցավ Ղովտը իր վրանը ծախելու եւ Սոդոմ Գոմորի բնակիչ դառնալու ինչ դառը վախճան ունեցավ եւ որ համեմատում ենք Ղովտին եւ Աբրահամին նորից ենք տեսնում Աբրահամի հետ քայլող մարդը դարձավ Սոդոմի բնակիչ որովհետև սրտի մեջ ուրիշ ձգտումներ կար Եղիայի հետ քայլող մարդը կրկնակի զորություն ձեռք բերեց Գեհեզին կարող էր քառակին ձեռք բերել Գեհեզին տրված էր այդ հնարավորությունը բայց Գեհեզի կենտրոնացումը իր այսպես ասած ճակատագիրը փոխեց եւ մենք տեսնում ենք որ դուք պատմությունը գիտեք Եվ որ Նեման ասորին եկավ բժշկության համար, հորդանանի մեջ լվացվեց 7 անգամ բժշկվեց եւ մեծ նվերներով շքախմբով էր եկել Եղիսեին ասա բահ մի հատ նվեր վեր կարելի որ իմ սիրտն էլ հանգիստ լինի Եղիսեն ոչ մի բան չառավ բանից Նեմանից դրանով նա ասում էր որ ես քո ժանգոտած ոսկու արծաթի կարիքը չունեմ ախպերս Ես հավիտենական ոսկիներ ունեմ, հավիտենական արժեքներ ունեմ, այս ոսկին, որ դու արժեք ես համարում, որ քո վզից ես կախում կամ, չգիտեմ, բիլազուկ կամ մատանի, այդ երկնքում ասֆալտի մատերիալ է։ Հիմա հալա դուրս գանք, ում կտենակ դուք ինչ որ մեկ ասֆալտի մատերիալը տանի դնի խրուստալի վազի մեջ։ Ասֆալտի կտորը, ոչ մեկը չեն անի, կծիծաղեն մեր վրա, բայց երկնքում սիրելներ, այն ոսկիները, որի համար մենք շատ ժամանակ պայքարում ենքոսկի, ջավախքում են շատոսկիասեր են,ոսկի, մի գիշերային աղոթքի մեջ մի հատ զարմանալի տեսիլք տեսա, ասեմ լսեք, ուրեմն մի մեծ հրեշ էի տեսնում, հսկա մեծ, ես բոյը չեմ կար ասեմ, բայց երևի մի 100-150 մետրանոց մեծ հսկա դև էր, ոգի էր, շատ չաղ, ահավոր չաղ, որ հերվից նայեցի, ես տեսա ոնց որ տակառը լներ փորը, ու այս դևը գլխից միջև ոտքի ծայրերը ոսկի մեդալիոններով ծածկված շոր էր հագին, ասի ես ինչ է Աստված ցույց տալի, այնքան շոշափելի էր այդ տեսիլքը, մենք մոտավորապես 15 հոգի գիշերային աղոթքի մեջ էինք, մեկ էլ այս դևը հանկարծ փորը սենց ցնցեց, փորը որ ցնցեց ինչքան մարմնի վրա ոսկիներ կա լրիվ շրխկած, զնգզնգած, մեկ էլ ինչ տեսնեմ, ջավախքի բնակչությունը լրիվ ուշադրությունները այդ ձենի վրա, մեկ էլ դրանից հետո տեսնեմ, որ եկեղեցու մտեղ աղոթքաժողովի երկու քույրիկ էլ անմիջապես աչքները տնկեցին այդ ձենին, Տերն ասավ, իրանց մեջ խնդիր կա, ոսկի սիրելու խնդիր կա, Հիմա, ես սա չեմ ասում, որ մենք ոսկի չկրենք սիրելներ, խնդիրը դա չի, ուղղակի իմացեք, դա երկնքի ասֆալտի մատերիալն է, դրա համար չարժի կյանքը վատնել, Հիսուսի համար արժի կյանքը վատնել, բայց ասֆալտի մատերիալի համար, որ հավիտյան ընդեղ ման ենք գալու մենք այդ ասֆալտների վրայով սիրելներ, եւ դա մեզ համար սկզբից կարող արտառոց թվա, բայց հետո մի 2-3 ժամ հետո արդեն սովորական բան կդառնա Չարժի կյանքը վատնել, հասկանում եք,
Եվ Աստված ուզում է, որ մեր կենտրոնացումը ճիշտ լինի։ Եվ Գեհեզին ցավոք սրտի էսպեսի անձնավորություն էր, եւ մի որոշ ժամանակ այդ Նեեմանի հետևից գնաց, ասավ իմ տերը սրան խղճած բան չառավ, գնաց ասավ, բա երկու մարգարե են եկել, ինչ կլինի, երկու շորմորտ ու բան տանենք այդ մարգարեներին տանք, բայց իր համար էր ուզում։ Երկու պարկ արծաթ, մեկ էլ չգիտեմ ինչ հանդերձներ, բերեց միտեղ պահեց ու եկավ։ Ես Գեհեզի հոգևոր կուրության վրա ապշած եմ։ Սա լավ գիտեր, որ Եղիսեին հոգով որտեղ ասես շրջում է, Եղիսեի համար չափման միավոր գոյություն չուներ։ Այս մարդը Աստծո մեջ այնքան էր մեծացել, որ պահին որտեղ ուզում էր հայտնվում էր։ Եղիայից էր սովորել։ Եղիային էլ ասավ գնացեք ասեք Եղիան ըստեղ է, այդ ծառաները վախեցին ասին, հիմի էլ գնանք ասենք Տիրոջ հոգին քեզ վեր կունի կտանի մի ուրիշ տեղ ու թագավորը մեզ կսատկացնի։ Եղիսեն էլ էր այս ձևի մարդ էր, կրկնակին էր ստացել։ Ես ապշում եմ Գեհեզի այդ կուրության վրա։ Եկավ Պադոշի նման կանգնեց Եղիսեի առաջ, Եղիսեն ասում է հնգերես որտեղից ես գալի։ Ոչ միտեղ էլ ասում է չեմ գնացել։ Այ քեզ խաբեբայության գագաթնակետ։Ոսկով հարբած էր։ Եվ ինչ ենք տեսնում։ Մի սարսափելի բան կատարվեց։ Եղիսեն ասավ, միթե իմ հոգին այնտեղ չէր, եւ որ այն կարգից այդ մարդը իջավ եւ քեզ ինչ բաները տվեց, եւ դրա համար այքո, միթե հիմա ժամանակն է այգիներ տնկելու, հարստություն ձեռք բերելու հանդերձներ, այսինքն այդ պահին Գեհեզի համար Աստծուց տրված հնարավորություն կար, որ ինքը կլանված լինի Եղիսեի ծառայությունով։ Այդ պահին այդ ժամանակը չէր։ Եվ դրա համար Գեհեզին վաստակեց Նեեմանի բորոտությունը սիրելներ։ Դրանից հետո մի քանի գլուխներ հետո մենք տեսնում ենք Գեհեզին հայտնվել է արդեն դառել է քաղաքական գործիչ։ Այն թագավորի Սամարիայի թագավորի խորհրդականներից մեկն էր։ Վերջը առաջ գնացինք։ Ուրեմն ճիշտ վերլուծել իրավիճակները, ճիշտ կենտրոնանալ եւ ուզում եմ Դանիելից մի օրինակ բերեմ։ Հիմա նայեք սիրելներ, Դանիելը Առաջի գլխում 1-8 համարները գրված է, եւ որ Դանիելը արդեն բերին Բաբելոն գերիների մեջ եւ ընտրեցին որպես թագավորի առաջ կանգնող, ապագա կանգնող ծառայողներ եւ իշխանավորների զավակներ, Դանիելն ասում է իր սրտում որոշեց, որ թագավորների կերակուրներով ինքն իրան չի պղծելու։ Պատմությունը դուք գիտեք, ներքնապետի մոտ Տերը շնորհք տվեց, Դանիելը կերավ սովորական ընդեղեն, կերակուր եւ իր դեմքը եւ իր անկերների դեմքը ավելի պարարտ էր եւ ներքինին էր զարմացած եւ սրանք 10 անգամ գերազանց էին բոլոր են ընտիր ուտող եւ հագնող մնացած ազգերից ու ցեղերից բայց հարցը ինչումն է այդ գերիները մի քանի հազար էին որոնք Երուսաղեմից մի քանի շաբաթ շղթայակապ քայլեցին այդ շոքին ու տապին քայլեցին դեպի Բաբելոն մի քանի հազար էին ինչն այն զարմացնում Մենակ Դանիելը իր սրտում որոշեց, Դանիելը ճիշտ որոշում կայացրեց, գիտեք ինչ էր կատարվել Դանիելի մեջ, ինչ ճգնաժամի մեջ, ինչ խորը այդ ստրեսի ազդեցության տակ, ինքը այսպիսի բան էր մտածում ճանապարհին, մեր հայրերը ասացին, որ Աստված մեզ Եգիպտոսից հանել է, ստրկությունից հանեց, դարձրեց Քանանի երկրի տերը, թագավորներ կործանեց եւ մեր հայրերին դարձրեց այդ երկրի իշխանները, բայց մենք հիմա ստրուկ ենք, ուրեմն մի բան այն չեն կարել եւ Դանիելը հասկացավ, որ ինքը պետքա կենտրոնանա Աստծո վրա եւ ինքը իրավիճակները սկսեց ճիշտ վերլուծել, սիրելներ, շատ ժամանակ Մենք առանց նույնիսկ աղոթքի եւ ծոմի, եթե մեր իրավիճակները ճիշտ վերլուծենք, մենք կհասկանանք ճիշտ տեղում ենք, թե սխալ տեղում ենք։ Եթե դու անընդհատ ֆինանսական, անընդհատ ամիսներ շարունակ ֆինանսական լուրջ խնդիրների ես բախվում, եթե դու անընդհատ լուրջ ֆիզիկական խնդիրների ես բախվում, եթե անընդհատ ընկճվածությունը ճնշում ու նեղացնում է քեզ եւ դու չես կարողանում ազատագրվես, մի բան քո հետ են չի։ Դու ինչ որտեղ շեղում ես տվել եւ բոլոր մեծ շեղումները սկսվում են 1 միլիմետրից, ասեմ ձեզ։ Դու միգուցե 1, 2, 3, 4 տարվա մեջ մի 5 ժողով բաց ես թողել անարդարացի։ Դու միգուցե քո աստվածաշունչը արդեն շաբաթով
ծալված մի կողմ դրված է եւ դու չես կարդում այդ խոսքը։ Պատճառները հոգեբոր ժամանակը չարաշահելու պատճառները այս աշխարհը միշտ մեզ կտա, հնարավորություն կտա։ Սիրելներ, եւ տեսեք, եւ որ մենք ճիշտ ենք վերլուծում, մեր կյանքում շատ է եղել իմ ընտանեկան եւ եկեղեցական կյանքում։ Աստված ասավ, նա որ առաջինն է կդառնա վերջին, նա որ վերջինն է կդառնա առաջի։ Կա սենց բան գրված։ Այդ Աստված չի որոշում, ասում է, «Վсё, այսօրվանից այս մարդին վերջը բերում եմ առաջ, այս էլ որ առաջինա տանում եմ վերջը»։ Սենց բան չկա, ժողովուրդ ջան։ Այս առաջի մարդը սկսում է չարաշահել Աստծո հնարավորությունները։ Եվ Աստված ասում է, տենց էր, շնորհակալ չեղար, երեք մի հատ քույրիկի հետ էի խոսում, ժողովի չէր եկել ու հաճախակ ինքը չի գալի, մեկ էլ հանկարծ գործով մտավ, բա ոնց եք վաճկի եղբայր, ասի լավ կլնենք, եթե դուք էլ մեկ-մեկ ժողովի գաք։ Դե բա ժամը հարմար չի բան, բայց այս մարդին Աստված նենց հատուկ օրհնեց եւ մենք աղոթեցինք եւ իր բիզնեսը առաջ գնաց։ Ասում եմ իմ մեջ նեղվում եմ, ասում եմ դե Աստված էլ կնեղվի էլի, բա ես օրհնեմ, բարձրացնեմ, հնարավորություն տա, ու մեզ մարդիկ իմ խոսքը զանց անեն։ Բարշի որ կնեղվի Աստված։ Եվ ես չեմ զարմանա, որ մի որոշ ժամանակ հետո տեսնեմ իրանց բիզնեսների անկումը, չեմ զարմանա։ Ես սա շատերի հետ եմ խոսում։ Եվ այս առաջի մարդիկ, որոնք սկսում են չարաշահել, երես են առնում։ Օհո, ես օրհնյալ եմ, ես սոցիալ եմ, ես լիդեր եմ, ես չգիտեմ ինչ եմ։ Երբեք մենք ինչ կարգել Աստված մեզ հասցնի, սիրելներ, մենք մեր մասին միշտ լավ կլինի խոնար մտածենք։ Ես զրո եմ, Հիսուս ամեն բան է։ Ես ով հովիվնով, ես ով քարոզիչնով, ես ով Աստծո ծառանով, ուղղակի խոնարհվեցի, Աստված բարձրացրեց։ Հասկանում եք, սա միշտ պիտի հիշենք։ Սա միշտ պիտի գնահատենք։ Եվ այս առաջի մարդիկ չարաշահում են, ընկնում են վերջը։ Վերջի մարդիկ խոնարհվում են, մտածում են, այ Դանիելի նման վեր են լուծում, ինչի ես պիտի ստրուկ լինեմ, ինչի ես պիտի ֆինանսական ճգնաժամեր ունենամ, ինչի ես պիտի մարդկանցից անընդհատ կախված լինեմ, մարդիկ անընդհատ ճնշեն եւ ընկճեն ինձ։ Ինչի, Տեր Աստված, ես համաձայն չեմ, ելք տուր ինձ։ Աստված ասում է, ելք ես ուզում, ասում եմ, հա, ելք ես ուզում, ահա այս բաները քո կյանքում այս կոորդինատները ճշտի։ Եվ այս վերջի մարդը սկսում է ճշտել, Աստված կամաց իր հավատարմության եւ ջանքի շնորհիվ կամաց առաջաբերում եւ բարձրացնում է։ Այ այսպես է լինում, ոչ թե ինչ որ քմահաճույքներ ունի մեր Տերը սիրելներ, ինքը նայում է սրտերին, վճարած գներին եւ մեր ունեցած հնարավորությունների վրա ճիշտ կենտրոնացմանը եւ դրա օգտագործմանը։ Մի մարդ մնաց Նեեմյան, իհարկե մենք տեսնում ենք Դանիելին ինչ կերպ Աստված բարձրացրեց, ստրուկը դարձավ երկրի երկրորդ դեմքը։ Պատերազմում գերի վերցված անձնավորությունը մի որոշ ժամանակ, նու տարիներ անցավ, համաձայն եմ, բայց Դանիելը փառքից փառք էր գնում։ Դանիելը այնքան մոտեցավ Տիրոջը, որ եւ որ իրան պիտի տանեին առույցների գոբը, ինքը դրանից չէր վախում։ Ինքը գիտեր, որ մեկը կա եւ իրան կպաշտպանի։ Մենք տեսնում ենք Նեեմիային, նորից սրտացավ մարդ, բարեխոս մարդ, գործողության մարդ։ Տեսնում ենք Եզրասին, սրանք նույն ժամանակվա մարդիկ էին, Եզրասն ու Նեեմյան։ Եզրասը գնաց տաճարի շինարարությունը սկսելու, Նեեմյան գնաց Երուսաղեմի պարիսպները շինելու եւ բարձրացնելու։ Երկուսն էլ հաջողվեցին իրանց գործի մեջ։ Եզրասի մասին գրված ասում է, Եզրասը իր սիրտը պատրաստեց, որպեսզի Տիրոջ բոլոր պատվիրանները սովորի, կատարի եւ սովորեցնի։ Իր սիրտը պատրաստեց։ Գիտեք ինչ նշանակում սիրտը պատրաստել։ Ես լսում եմ Աստծո խոսք կամ ես փնտրում եմ Աստծո երեսը, ես այսպես եմ ասում, Տեր, քո օգնությամբ ինչ ասես անելու եմ, ուր ուղարկես գնալու եմ։ Ես ուզում եմ կատարելապես հնազանդվեմ քեզ ամեն բանի մեջ։ Այս է սիրտը պատրաստելը։ Եվ Նեեմյան, եւ որ լուր լսեց Իսրայելի նեղության մասին, որ Երուսաղեմի պարիսպները փլած ու քանդված է եւ ամբողջ Իսրայելը Երուսաղեմի բնակիչները մեծ խեղճության մեջ են, Նեեմյան սուք արավ, սիրելներ, լաց եղավ, ասում է լաց եղավ մի քանի օր, ծոմ բռնեցի եւ երկնքի Աստծուն աղոթք արի։ Գիտեք ինչ լավ պաշտոն ուներ Նեեմյան։ Թագավորի մատրվակներ։ Գիտեք ինչ նշանակում լինել մատրվակ մի երկրի թագավորի ամենավստահելի մարդն էր։
Թագավորը իր զորապետին, իր այդ նախարարներին այդքան չէր վստահում, ինչքան որ Նեհեմիային։ Հետև կարային թունավորեն, ինչքան թագավորների են թունավորել գինով ու հացով, եւ դրանք շատ փորձված ու վստահելի մարդիկ պիտի լինեին։ Մեծ պաշտոն ուներ, մեծ պատիվ ուներ, լիքը հարգանք, լիքը ունեցվածք։ Եվ այս մարդը նստեց ու Երուսաղեմի համար լացելով։ Ուրիշ հարուստներ չկային, ուրիշ մարդիկ չլսեցին այդ պատմությունը։ Նեհեմիայի սիրտը շատ լաց էր, Աստված լսեց այդ լացը եւ Աստված նրան շնորհ գտնել տվեց ու ուղարկեց Երուսաղեմ, շատ էլ տառապանք կրեց, բայց պարիսպները սարքեց։ Հատուկ մարդ դարձավ հատուկ ժամանակների համար։ Եվ բոլոր այս մարդիկ սիրելներ, ուրեմն վերջի կետը։ Աստված ուզում է, որ ես ու դու պատերազմի մարդ դառնանք։ Պատերազմի գիտեք ինչ կարգի մարդ, հատուկ ջոկատային, սպեցնազ։ Սա Աստված ուզում է, որ մենք հատուկ ջոկատայինի կարգավիճակով զինվորներ լինենք։ Սպեցնազը սիրելներ, սրանք նվնվալ չունեն, սրանք գիտեն, սրանք մահվան վրա առույցի նման մռնչալով առաջ են գնում։ Սրանց գիշերն ու ցերեկը խառն է, սրանք ոչ գիշերից են հասկանում, ոչ էլ ցերեկից։ Սեզոն գոյություն չունի։ Այս մարդիկ են, որ միայն ականջները սրած սպասում են հրամանի։ Ազդանշանը տվեց, հրամանը եկավ, այս ինչ տեղն է գնում տղեկ, այս մարդիկ գնում են։ Մեր Աստվածը մեզ այսպիսի Աստծո զավակներ է ուզում տեսնի։ Եվ մենք կարող ենք դա լինել, եթե մենք ճիշտ ժամանակը օգտագործենք, եթե մենք ճիշտ վերլուծենք մեր իրավիճակները եւ մեր կենտրոնացումը լինի հավիտենական իրականության վրա կատարյալ։ Եվ սրա մասին Սաղմոս 18-ում ենք կարդում, ես մի զինվորների մասին առաջի մնացորդաց 12 գլխում շատ եմ սիրում այս տեղը 8-րդ խոսքն է։ Գիտեք, որ Դավիթը եւ որ հալածվում էր Սավուղից, Իսրայելի տարբեր ցեղերից տարբեր մարդիկ սկսեցին միանալ։ Մի ցեղ միացավ Գադի ցեղից, ասма սրանք սպառազինված մարդիկ էին, եւ իրանց դեմքերը առյուծի դեմքի նման էր։ Պատկերացնում եք առյուծի դեմքով մարդ, վախելու մարդիկ կլեին սրանք։ Եվ ասма սրանք ծանր սպառազինություն են կրում, բայց լեռների վրայի այծյամների նման թեթևաշարժ էին։ Այս մարդիկ այնքան են, ասма քաջ, զորավոր եւ պատերազմիկ։ Այս մարդկանց ուշք ու միտքը մենակ սա էր. երբ պիտի պատերազմը լի, մտնեմ թշնամուն ջարդեմ, ավարը վերցնեմ ու հետ գամ իմ տարածք։ Մենք կարող ենք այսպիսին լինել, եթե ճիշտ կենտրոնացում ունենանք հավիտենականության վրա, եթե Աստծո տված ժամանակը ճիշտ սիրելներ օգտագործենք, մեր անձը խոնար պահենք, մենք կդառնանք հատուկ ժամանակների հատուկ մարդիկ։ Տեր օրհնի ձեզ, կանգնենք աղոթքի։ Ինչ որ հպվեց քեզ, ինչ որ սրտիդ մեջ կրակ բռնկվեց, ինչ փափակ բարձրացավ, ինչ նախանձավորություն բարձրացավ դեպի Տերը, ինչ ապաշխարություն բարձրացավ քո հոգու մեջ, ինչ որոշում, հենց այդ ուղղությամբ էլ սկսի աղոթել, ուղղակի շնորհք խնդրի Տիրոջից։ Այս խոսքերը, որ դու այսօր լսեցիր, դրանք պատահական խոսքեր չէին։ Աստված ուզեց, որ դու այսօր լսես այդ խոսքերը, եւ Աստված քո սրտի մեջ բաներ առաջացրեց։ Հաստատ ինչ որ բաներ քո սրտի մեջ կատարվում է, հետև եւ որ Տիրոջ հոգին միտեղ գալիս է, ինքը նպատակային է գալի, ինքը ուզում է մեզ դարձնի հատուկ ժամանակների հատուկ մարդիկ սիրելներ, եւ որ ես ու դու հատուկ կերպով կսկսենք շփվել Տիրոջ հետ, այդ զորությունը եւ փառքը մեր վրա կավելանա, մեր Տեր Աստվածը կսկսի ավելի շատ վստահել ինձ ու քեզ, ավելի շատ զորություն, ավելի շատ պարգևներ, ավելի շատ կարողություն, ավելի շատ հնարավորություն, ավելի շատ ֆինանսներ, ավելի շատ օրհնություններ, մեր Տեր Աստվածը ճոխի, գերազանցի եւ շատի Աստված է, եւ նա չի խնայում իր արչեւ խոնարհված զավակներին յուրահատուկ կերպով այցելելու եւ օրհնելու։ Եթե ես ու դու ճիշտ ենք որոշում, եթե մեր եսը իրոք խոնարհեցնում ենք, այս փալասի նման, անպետ փալասի նման մեր եսը շպրտում ենք Աստծո ներկայության առաջ ու ասում ենք սա ես եմ Տեր Աստված, քեզանից զատ ես ոչինչ չեմ ուզում, ես քո ներկայությունն եմ ուզում, ես քո փառքն եմ ուզում, ես ուզում եմ դառնամ գին վճարող մարդ, Տեր։ Ես ուզում եմ, որ քո ուզած պատերազմի կդառնամ, այն քաջ ու զորավոր մարդը դառնամ, որ ազդեցություն ունենամ, որ եւ որ առավոտը զարթնում եմ աչքերս բացվում է, այդ տարածքի դևերն ասեն, այս գիժը էլի զարթնեց։
Սա կսկսի աղոթել, փառաբանել, սաղմոսներ ասել, տղեկ, փրկվեք։ Այս ձևի բան։ Ես սիրում եմ այս ձևի բաները եւ ես հավատում եմ, որ մեր մեջի Աստծո նախանձը մեզ տանում է դեպի դա։ Եվ հիշում եք աշակերտները ողջևորվեցին եւ որ այդ տարածաշրջանի դևերին հալածել էին, տեսան ոնց են դևերը փախչում, եկան ողջևորված պատմեցին, ասավ այդ ամենափոքրն է, որը ձեզ հիմա կարա ողջևորի։ Ձեր անունները երկնքի մեջ գրված է։ Երկնքի գրքում գրված է այ ողջևորող եւ հավիտենական արժեքը իմ անունը մի պահ քո անունն ու ազգանունը դու եւ տես ոնց է Հիսուսը ոսկե գրիչով ոսկե տառերով գրում քո անունը եւ ազգանունը որովհետեւ դու իր սեփականությունն ես Այսօր մի պահ մտածենք, որ ես ու դու Աստծո սեփականությունն ենք։ Մենք ոչ թե փրկված ենք սիրելներ, Սուրբ Գիրքն ասում է, մենք փրկագնված ենք։ Մեզ գնել է Աստված, հետո նոր փրկել է։ Մենք սատանայի ստրուկներն էինք ադամական մեղքի պատճառով, բայց Տերը մեզ փրկագնեց, գնեց, հետո փրկեց եւ ասավ դու հիմա իմն ես, իմ սեփականն ես եւ սովորի հնազանդվել ինձ։ Շնորհք խնդրենք, որ կարողանանք գին վճարենք։ Շնորհք խնդրենք, որ կարողանանք միջև վերջ գնանք, որ իրոք ամբողջ փառքը իրան տանք։ Ինչ բարձրունքի էլ, ինչ զորության էլ, ինչ իշխանության մեջ էլ Տերը կանգնացնի, մենք սրտանց խոնարհվենք, ինչքան հազար մարդ էլ մեզ ծափ տա, մենք սրտանց խոնարհված ասենք փառքերը քեզ Հիսուս։ Ես քեզ սիրելով եկա քո տան մեջ ծառայելու, սա իմ շնորհը չի, սա քո շնորհն է, փառքերը քեզ Տեր։ Սա պարգև է, շնորհ է, որ դու տվեցիր, որ ես քեզ ծառայեմ, փառքերը քեզ Հիսուս։ Ես միայն գոհ եմ նրա համար, որ դու իմ անունը կյանքի գրքի մեջ գրել ես։ Այո, դևերը պիտի փախչեն եւ հալածվեն, այո, հրաշքներ պիտի կատարվի, այո, մենք սատանայի զորքերին պիտի կողքրտենք, մենք պիտի ճեղքենք աղքատությունը, սուքը, մենք պիտի կողքրտենք այս երևույթների վրա, բայց ամենամեծ փառքը մեզ առջևում դեռ սպասում է։ Մեր անունները Գառնուկի արյան միջոցով գրված է կյանքի գրքի մեջ։ Դրա համար ճիշտ կենտրոնացում, ճիշտ վերլուծում, սիրելիս, ճիշտ վերլուծիր, անկեղծ եղիր ինքդ քո հետ եւ ճիշտ վերլուծում արա քո իրավիճակների մեջ։ Եթե լավ տեղ ես եւ օրհնված ես, ուրեմն լավ է եւ առաջ ես գնում։ Եթե ինչ-որ մի ճգնաժամեր ունես, ճիշտ վերլուծիր, ինչու պիտի ես այս վիճակում լինեմ։ Ով Աստված Իսրայելի Տեր, ես ուզում եմ խոսք, ես ուզում եմ պատասխան, ես ուզում եմ զորություն, ես խնդրում եմ քեզանից։ Մի կին կար Հեթանոս կին, եւ անգամ Տերը կարծես նրան արհամարեց, բայց Տիրոջ շարժառիթը արհամարելը չէր։ Տերը պարզ ասավ. ով կին, ես չեկա շների համար, ես եկել եմ Իսրայելի զավակների համար, բայց այդ կինը այնքան հավատք ու իմաստություն ուներ, այնպիսի պատասխան տվեց, որ Հիսուսի սիրտը շարժվեց եւ նրա դիվահար աղջիկը առանց որևիցե մի գործողության դևերից ազատվեց։ Բայց այդ կինը մի քանի երկար տարիներ տառապել էր այդ դիվահար աղջկա տառապանքի հետ միասին։ Այդպես աղաղակելով Տիրոջ հետևից գնանք միջև որ նա պատասխան տա։ Մի համակերպվի, մի հանձնվի, որոշի լրջորեն սկսել աղաղակել, աղաղակ բարձրացնել, օրերով առանձնանալ աղաղակել։ Ես համաձայն չեմ այս իրավիճակի հետ Տեր։ Ինչու ես պետք է այս վիճակում լինեմ։ Ես համաձայն չեմ, ես բարձրունք եմ ուզում, ես այլակերպության սառն եմ ուզում, ես քո երեսը տեսնել եմ ուզում։ Դու Տեր Աստված Հայր, օրհնություն ես պատրաստել եւ ոչ թե անեծք, Աստված օրհնության Տեր է եւ ոչ թե անեծքի սիրելներ։ Մենք քահանայապետ ունենք, որը նստած Աստծո աջ կողմը ամեն վարքյան լսելու բարեխոսելու մեզ համար։